Ուզում եմ հետևյալը ասեմ, օրինակ էլի Էստոնիա կատարած այցի արդյունքներով, որովհետև եւ թվայնացման, եւ հայտարարագրման, եւ տարբեր առիթներով մեր խորհրդակցությունների ժամանակ անդադ հնչում է Էստոնիայում էսպես է, Էստոնիայում այնպես է, Էստոնիայում ոչ մի բան կներեք չեմ պարտադրում քաղաքացիներին, Էստոնիայում ասում են կուզեք սենց արեք, կուզեք նենց արեք, կուզեք ընդհանրապես մի արեք, բայց ուզում եմ մի էսա կանդրադառնանք, օրինակ 2002 թվականից, եթե թիվը ճիշտ եմ ասում, նույնականացման ID քարտ ունենալը Էստոնիայում պարտադիր է։ Այսինքն, եթե 2002 թվականից, հələ թիվը նայեք, 2002 23 տարի առաջ, 23 տարի առաջ Էստոնիայում արդեն ID քարտը պարտադիր է, այսինքն եթե դու չունես ID քարտ, ոչ մի գործարք չես կարող անել, բացարձակապես ոչ մի գործարք, իհարկե էլ եմ ասում, դա մի օրում չի եղել, որ բայց ժամկետ է տրվել, ասել է այս թվին ID քարտ ունեցաք, կանեք, չեք ունենա, չեք անի։ Համընդհանուր հայտարարագիրը, էլի եթե ես ճիշտ եմ հասկացել, իսկ ոնց որ թե ճիշտ եմ հասկացել, համեն դեպս պլանավորել ենք, որ այնտեղից գործընկերներ հրավիրենք, ովքեր ներկայացնեն Հայաստանում տարբեր սկսած համալսարաններից, մասնավոր բիզնեսում եւ այլն։ Համընդհանուր հայտարարագիրը պարտադիր է բոլորի համար, առանց բացառության բոլորի համար։ Բոլորի, թոշակառուների, ոչ թոշակառուների, աշխատողների, չաշխատող, բոլորի համար պարտադիր է։ Այն տրամաբանությամբ, որ այնտեղ հիմա էլ կա հնարավորություն, եթե թվային չեք ուզում ներկայացնել, կարող եք ներկայացնել նաև թղթային տարբերակով, բայց քաղաքացիների 98%-ը ներկայացնում է թվային տարբերակով։ Ինչի՞, որովհետև գուցե նաև այն պատճառով, սա կարող է լինել պատճառներից մեկը, որ հայտարարագիր ներկայացնելու ժամկետը փետրվարն է, իսկ փետրվարին ցուրտ է, թվային եղանակով ներկայացնելու համար պետք է դուրս գալ, ինչ որ գործողություն անել եւ էս էլ հաջորդ գործոնը։ Օրինակ մենք նաև խոսում էինք թվային որոշ պլատֆորմների գործարկման մասին, օրինակ մեզ ներկայացվեց, որ թվային պլատֆորմներից մեկի գործարկման առաջին ամիսներին, առաջին շրջանում, ասենք ենթադրենք հիմա ճշգրիտ չեմ ասի, որ ամիսը կամ գուցե տարին, օրը, այսինքն ընդամենը 600 օգտատեր էր օգտվում դրանից։ Այսինքն համակարգը ներդրվել է 600 օգտատեր է օգտվել դրանից, հիմա օգտվում է ըստ էության ամբողջ բնակչությունը, բայց 600 օգտատերոջ հետ կոմունիկացիա տեղի ունեցել։ Մարդիկ փորձարկել են, բողոքել են, դիմել են, արձագանք են տվել եւ այլն, եւ քաղաքացիների արձագանքների հիման վրա լավարկվել, այնքան մինչեւ դարձել է, որ այսօր գործնականում այդ ծառայությունից այլ ամբողջ բնակչությունը օգտվում է դրանից։ Եվ հետո հաջորդ մի հատ ուրիշ հանգամանք կա, որ տեսեք, մենք Էստոնիան աշխարհում առաջատար երկիրն է թվայնացման բնագավառում, բայց երբ որ մենք ասում ենք վայ արդեն 2 կամ արդեն 7 կամ արդեն 5 տարի է, բա թվայնացնում ենք, բա ինչի թվայնացումը առաջ չի գնում, նախ քանի դեռ բոլոր քաղաքացիները չունեն ID քարտ, թվայնացում չի լինելու։ Ինչ ուզում եք արեք։ Այսինքն թվայնացման անկյունակարը ID քարտն է։ Եթե քաղաքացիների շոշափելի տոկոսը չունի ID քարտ, երկրում թվայնացումը հնարավոր չի, դա բացառված բան է։ Այսինքն թվայնացում կարանք ունենանք, բայց բանի, ասենք ռամկի մեջ դնենք, պատից կախենք, ասենք տեսեք մենք թվայնացում ունենք, որպես կիրառական գործիք, դրա համար պարտադիր է որ ունենան ID քարտ։ Հաջորդը Էստոնիայում թվայնացումը տևել է, անցած տարի իրանք թվայնացրել են իրանց վերջին ծառայությունը հանրային, որը թվային է, Էստոնիայում թվայնացումը տևել է ինչքան։ Ուղիղ 35 տարի։ Ուղիղ 35 տարի։ Եվ սա նույնպես կարևոր արձանագրում է։
Այդ մենք նեղում ենք, ասում ենք ոնց անցած տարի բանը բյուջեով ընդունեցինք, այս տարի ոնց էլ չենք ավարտել թվայնացումը։ Դե այդ թվում չենք ավարտել, որովհետև նրանք ովքեր ավարտել են, սկսել են 40 տարի առաջ։ Մենք ուզում ենք այսօր սկսենք, վաղը ավարտենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։